Թատրոնի միջազգային օրը մարտի 27-ին Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում հավաքվել էին թատեր աշխարհի մարդիկ։ Հայաստանի թատերական գործիչների միության եւ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ անցկացվեց Արտավազդ 25-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը, որն այս տարի նվիրված էր հայ բեմի մեծանուն դերասանուհի Մետաքսիա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակին։ Դերասանուհու անունը կրող հատուկ մրցանակ տրվեց Երևանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի տնօրեն Տաթևիկ Մելքոնյանին։ Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար հատուկ մրցանակներ տրվեցին Գրետա Մեջլումյանին եւ Դավիթ Հակոբյանին։ Գորիսի Վաղարշ Վաղարշյանի եւ Վանաձորի Հովանես Աբելյանի անվան թատրոնների խաղացանկի զարգացման գործում ունեցած ավանդի համար հատուկ մրցանակ տրվեց ռեժիսոր Դավիթ Հարությունյանին։ Իսկ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան թատրոնի վերաբացմանը ցուցաբերած աննախադեպ աջակցության համար հատուկ մրցանակ տրվեց Յուրի Նավոյանին։ Արտավազդ հատուկ մրցանակների արժանացան ֆրանսահայ ռեժիսոր դերասան Սիմոն Աբգարյանը, ամերիկաբնակ դերասանուհի Նորա Արմանին։ Լավագույն դերասան մրցանակը տրվեց Նարեկ Բաղդասարյանին, Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի Պենելոպե օ Պենելոպե ներկայացման մեջ Անթեի դերի համար։ Իսկ տարվա լավագույն դերասանուհի մրցանակը տրվեց Տաթև Հովակիմյանին, Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի Եթե դու մեռնեիր ներկայացման մեջ Աննայի կերպարի համար։ Երկրորդ պլանի լավագույն դերասան ճանաչվեց Սաշա Սուքիասյանը Պատանի հանդիսատեսի թատրոնի Մեղրի համը ներկայացման մեջ իր դերով։ Իսկ երկրորդ պլանի լավագույն դերասանուհի ճանաչվեց Ելենա Վարդանյանը Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի Յամա ներկայացումով։ Վարդանյանը բեմ բարձրանալու եւս մի կարևոր առիթ ունեցավ։ Լավագույն ներկայացում մրցանակը եւս տրվեց Յամա ներկայացմանը, որի ռեժիսոր Գոր Մարգարյանը նաեւ արժանացավ Յամա ներկայացման համար լավագույն ռեժիսուրա մրցանակին եւ 42-24 ներկայացման համար լավագույն երիտասարդական ներկայացում մրցանակին։ Արտավազդի բոլոր մրցանակակիրներին կարող եք ծանոթանալ Հայաստանի թատերական գործիչների միության պաշտոնական էջում։ Նշենք նաև, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի թատրոնի միջազգային ինստիտուտն ամեն տարի հրապարակում է շնորհավորական ուղերձ, որի հեղինակն այս տարի հանրահայտ դերասան Վիլլեմ Դեֆոն է։ Պատմության, գեղագիտության, լեզվի, շարժման, սցենոգրաֆիայի միջոցով թատրոնը որպես ամբողջական արվեստ կարող է մեզ ցույց տալ ինչ է եղել, ինչպիսին է եւ ինչպիսին կարող է լինել մեր աշխարհը։ Արմինե Բրսոյան, Բարև Երկիր։